Տարօթվա հոգեբանության մեջ ես ուզում եմ մի փոքր բնութագրել ինչպիսին են մեկերը, հա, մեկ կանայք, ովքեր ծնվել են 1-ին, 10-ին, 19-ին եւ ցանկացած յուրական ամսվա 28-ին։ Սրանք կանայք են, ովքեր ի սկզբանե աշխարհ են գալիս ներքին ուղղածիկ հենարանով, նրանց պետք չէ հենարան փնտրել, նրանք իրենք են հենարանը։ Նրանց ուղին ղեկավարումն է անձնական պատասխանատվությունը, ինքնավարությունն ու սեփական իրականությունը ձևավորելու իրավունքը։ Ձեր նյութական նպատակները կապված չեն կուտակման հետ, այլ ընտրության, ազատության եւ ձեր սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության հետ։ Դուք առաջնորդում եք փափուկ, բայց կարելի է ասել անվիճելի կերպով։ Կարող եք ներշնչել ուղղություն տակ մարդկանց, դառնում եք ձգողականության կենտրոն։ Իսկ չի, հա, որ ձեզ անվանում են թագուհիներ։ Ձեր քայլվածքում կա ժանապատվություն, հայացքում լույս, բնավորության մեջ էլ հանգիստ վստահություն։ Մի քանի մեկ ունեցող կանայք ընդհանրապես են թվերում անկախության խտացված ուժ են։ Այսպիսի կանայք առաջնորդությունը ձեզ մոտ ձեռբերովի չի, այլ բնածին է։ Եթե ձեր հոգեմատրիցայում մեկից ավելի մեկեր կա, դուք հազվադեպ եք օգնություն խնդրում, որովհետև մանկուց գիտեք, հա, որ դուք ինքներդ կարող եք հաղթահարել ամեն ինչ։ Խոսենք հնգյակ կանանց մասին, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ով ծնվել է 5-ին, 14-ին եւ 23-ին։ Սիրելի հինգյակներ, դուք բավականին շատ գեղեցիկ եք։ Ձեր անկախությունը ինտելեկտուալ է, սառնասիրտ, հավաքված, ռազմավարական։ Սրանք բանականության, հաղորդակցության եւ ճկունության կանայք են, որովհետեւ դուք կարող եք կարդալ տարածությունն ու մարդկանց, ինչպես տեքստ, ակնթարթորեն կարող եք հարմարվել իրավիճակներին եւ միշտ կարող եք ելք գտնել։ Ընդհանրապես հնգյակները քամելիոն են կանայք, լավագույն իմաստով եմ ասում, որովհետեւ դուք պահում եք ձեր դեմքը, վերահսկում եք էմոցիաները եւ ամեն ինչ ապրում ձեր ներսում։ Ձեր ուժը խոսքի մեջ է, պայմանավորվելու կարողության մեջ, մտածելու արագության մեջ։ Այսպեսի կանայք ընդհանրապես տղամարդիկ կարելի ասել բիզնեսի մասշտաբների եւ հնարավորությունների կանայք են։ Դες կարող է ուղեկցել հաջողությունը, որովհետև դուք կարողանում եք տեսնել հնարավորություն այնտեղ, որտեղ մյուսները պարզապես կարող են անցնել կողքով։ Խոսեմ 7 կանանցից, 7-երից, ովքեր ծնվել են 7-ին ամսվա, 16-ին կամ 25-ին։ Այսպիսի մարդիկ կանայք ինքնուրույն են, ներքին է, հա, այստեղ գրեթե տիեզերական եք։ Այսպիսի կանայք ապրում են ինտուիցիայով, գիտելիքով, որը հնարավոր չէ բացատրել տրամաբանությամբ։ 7-ը կին է, որը նախ եւ առաջ պատկանում է ինքն իրեն։ Դրա մեջ են ձեր թվացial եսակենտրոնությունը եւ ձեր ուժը։ Դուք կարող եք գտնել ձեր ներքին ձայնի, հա, հետևից եւ այստեղ դուք կարող եք կներեք ձեր ներքին ձայնի հետևից եւ սպասեք ոչ թե հավանության, այլ ճանաչման։ Ձեր մտքի եւ մարմնի զարգացած կապահության այստեղ դեպքում դուք դառնում եք հանճարեղ ռազմավարներ, ճգնաժամերի կառավարիչներ կարող եք դառնալ, մարդիկ ովքեր կարողանում են ելք գտնել այնտեղ, որտեղ այն կարծես գոյություն չունի։ Դրսից ձեր ճանապարհը կարող է քաոսային թվալ, բայց ներսում լիակատար ինքնավարություն եւ հաստատ կարող եմ ասել հստակություն կարող է լինել։ Ովքեր ծնվել են սիրելի կանայք ութնյակներ 8-ին, 17-ին, ամսվա կամ 26-ին, սրանք ամենաֆինանսապես անկախ կանայք են։ Ձեր լեզուն հենց արդյունքն է, ձեր ճանապարհը գործողությունը։ Այսպեսի կանայք չեն հասկանում կյանքը զգացողություններով, ինչու, որովհետև մտածում եք կառուցվածքի արդյունավետության եւ վերահսկման կատեգորիաներով։ Կարող եմ ասել, ձեզ համար ավելի հեշտ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան վստահել մեկ ուրիշին։ Ուտնել դա մասշտաբի հետ բավականին ասեմ, որ մեծ կապ ունի։ 8-ը դա մի բնավորությունը, որը կարող է կոփվել է, հա, պատասխանատվությամբ ձեզ մոտ։ Այսպեսի կանայք իրենց վերաբերցում են ավելին, քան կարող են տանել, եւ երբեմն կարող է կոտրվել հենց իսկ ձեր ուժի ծանրությունից, բայց հենց ձեր մեջ կարող են լինել ամենաշատ իրագործված, ապահովված եւ ազդեցիկ կանայք։ Այսպեսի կանայք ամբիցիոզ են եւ միշտ շարժման մեջ։ Այսպեսի կանայք երբեք թույլտվություն չեն խնդրում ապրել այնպես ինչպես ցանկանում եք, դուք հենց ինքներդ եք օրենքը, համակարգը եւ ձեր հենարանը։ Այսպեսի կանայք կարող են վարել գործեր, ընդունել որոշումներ եւ պահել տարածքը վերահսկողության տակ։ Ձեր կողքին կարելի է լինել միայն հավասարի, հա, կարգավիճակով կարող եմ ասել, ձեր հարգանքը պետք է վաստակել, իսկ ձեր վստահությունը չի տնօրինվում, այսպես կարող եմ ասել։ Ձեզ անհնար է ենթարկել, որովհետեւ դուք ենթարկվող չեք ինգերի նման, դուք ինքներդ եք ղեկավարում ձեր կյանքն ու ձեր սերը, հա։ Կարող եմ ասել, ովքեր ծնվել են կանայք 9-ից 9-ին, 18-ին կամ 27-ին ամսվա, այսպիսի կանայք բավականին ուժեղ են, իրենց կենթանի կրակոտ դրսևորման մեջ։ Սիրելի ինյակներ, կինը 9, հա, մարտիկ է, այսպիսի կանայք շատ վառ են, ուղիղ, արագաշարժ, ինչ մտածում են դա ասում են։ Այստեղ մարսը մեծ դեր է խաղում եւ այստեղ ձեր իմպուլսում, այսինքն մղման մեջ կարող եմ հաստատ ասել, որ կործանում չկա։ Կա միայն պաշտպանություն։ Արդար եք վարվում մարդկանց հետ, ինչ մտածում եք դա արտահայտվում եք, փորձում եք օգնել մարդկանց ամեն ինչ դուք անում եք սիրելով կամ սիրուց։ Երբեմն խորը կարող եք լինել, երբեմն նույնիսկ ցավոտ հոգատարությունից, հա, ձեր նկատմամբ, ում դուք ձերն եք համարում։ Այսպեսի կանայքինները չեն կարող ապրել կիսով չափ, նրանց էմոցիաները կարող են լինել բավականին անկեղծ, նրանց գիրքը իրական, եւ այստեղի էներգիան բարաքիչ, մագնետիզմով եւ շարմով։ Այսպեսի կանանց կողքին անհնար է, երբ որ մարդիկ անցնում են կամ տղամարդիկ անտարբեր անցնել, հենց մագնետիզմը, հա, գիրքը, էնտուզիազմը կարող է այսպեսի մարդկանց խարիզմայով գրավել։ Դուք ձեր կյանքը միգուցե միացնում եք ամբողջ ուժով, դա էլ կապ կարող է ունենալ։ Այսպեսի կանանց ուժը զգալու, խոսելու եւ առաջ գնալու հենց համարձակության մեջ է։ Սիրելի ինյակներ, ճանաչեցիք ձեզ։ Այսօր այսքան կունենաք հարցեր կարող եք դիմել ինձ, Ինարա Գրիգորյան, Տարու Լեդայական, Թվահոգեբան եւ Կրոնոլոգ։ Այսքանը։